Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստրված ծրագիրն է։ Լքված Կիլիկիան, վեր Ֆրանսիան իր էսաթեկալ ուրան պաշտպանված Հայրինանա Արմենակ Աբրահամյան, Կորուսիա մայրաքաղաքը վերաշխարհաճնյան չայլա, պատերազմը սահմանափակվում չի Իրանա, Խամենեին զգուշացնում է սաղ տարածաշրջանին, Արևմտյան Հայաստան ժառանգությունը թվերը խոսում են մտահոգիչ իրականության մասին, վանապաշտպանեն մանկության սահմանին, հայտնի արձանագործ Ռայինը կառուցելու է հայերի դեմ իրականացված ցեղասպանության Օրենջ Քաունթիի հուշարձանը, մեծ գերթի հայկական եկեղեցին սպասում է ուշադրության, հյուր քաղցրավենի քաղաքադայֆը, անսպասելի բացահայտում Տիգրանակերտը։ 1919 թվականի փետրվարի 1-ին Արևելքի լեգիոնը վերանվանվել է Արևելյան լեգիոն, վերին 107-րդ տարեդարձնանշվում սոր, հայկական բանակին պատմությունը հաճախ ներկայացում է խեղաթյուրված կարծես, մինչ նորանկախը Հայաստանը բանակ չի ունեցալ։ Հալամ 1912 թվականի ամենայն հայոց կաթողիկոս Գևորգիեն Պողոս Նուբար Փաշային լիազորացել է դիվանագիտական բանակցություն է վարել Արևմտյան Հայաստանում հայկական պետություն ստեղծելի նպատակով։ 1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիա, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը համատեղ հռչակագրավ դատապարտան Օսմանյան իշխանությունների հանցագործությունները հայ ժողովրդի դեմ որպես մարդկության դեմ հանցագործություն է։ 1915 թվականի Մուսալերան դիմադրության վաղտը շուրջ 4-ից 5000 հայ փրկվել է ֆրանսիական նավատորմի կողմից տրնալավ ֆրանս-հայկական համերաշխության պատմական խորհրդանիշ։ 1916-ից 1918 թվականների Ֆրանսիայի հովանու ներքո ձևավորվել է Արևելյան լեգիոնը, վերը 1918 թվականի հուլիսին ներգրավել է ռազմական գործողություններին Պաղեստինում, իսկ նոյեմբերին Կիլիկիայում կենտրոնացած այլալ շուրջ 15000 զինվոր հիմնականում հայ կամավորն է։ Պատերազմանի ետը Կիլիկիան ազատագրվել է, եռագույնները ծածանվելիս են Ադանա, Մարաշ, Այնթապ, իսկ 1920 թվականի օգոստոսի 4-ին Կիլիկիան հռչակալ է անկախություն ֆրանսիական իշխանությունների ներկայացնելով։ Բայց քաղաքական շրջադարձի արդյունքում Ֆրանսիան 1921 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրել է Անկարայի համաձայնագիրը Օտուսիապերա զորքերի Կիլիկիայից։ Տրամամիջապես հետևան թեզակոտորացնել զանգվածային գաղտնի Կիլիկիայի հայաթափումը 1921 թվականի գաղթը վերջնականապես կապալ է Կիլիկյան Հայաստանի էջը հայկական պատմության մեջ մնալա որպես չկատարված խոստման ու դավաճանված պաշտպանության խորհրդանիշ։ Կարսի շրջանում գտնվող Անի հնագիտական համալիրը վերը ներառում է նաև 11-րդ դարի Սուրբ Գրիգոր Աբոհամռենց եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Միջնադարյան հայկական ճարտարապետության այս բացառիկ վկայությունը հիշեցնում է Անի երբեմնին փառքը որպես կարևոր քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոն։ Սուրբ Գրիգոր Աբոհամռենց եկեղեցին առանձնանում է իրեն յուրահատուկ ճարտարապետական լուծումները, բարձրարվեստ քարագործությունը, վկայելով հայ միջնադարյան մշակույթի ստեղծագործական ներուժի մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչումը կարևոր քայլ է Անի պահպանման, միջազգային ուշադրության ու պատմական ժառանգության արժևորման ուղղությունով։ Իրանա գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարավ Իրանադեմ կռևը տարածվելու է տարածաշրջանի մյուս երկրների։ Ես անկեղծորեն ասում վեր եթե կռև լինի, անպայման տարածաշրջանային է ինյական, ասալ ինքը ջահիլների հետ հանդիպման վաղտը։ Արևմտյան Հայաստանում քրիստոնյա բնակչության նվազման միտումը շարունակում է խորանալը։ Արևմտյան Հայաստանը հայոց պատրիարք Քարանի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականին արձանագրվել է ընդամենը 113 մկրտություն, մինչդեռ նույն տարում կատարվել է 527 թողարկավորություն։ Այս տարբերությունը վկայում է համայնքի ժողովրդագրական լուրջ անկման մասին։ Վերջին տարիներին նկատվում է նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, աճալ է անվճար կատարվող հոգևոր արարողություններին թիվը, շանտ ընտանիքներ կարում չնհոգան հողարկավորություններին ծախսերը ստիպված են հրաժարվել եկեղեցական արարողություններն ու դրան կազմակերպում են գերեզմանատների մատուռներում։ Պատրիարք Քարանի տվյալները նշան ցնտաբեր 2021-ից մինչև 2025 թվականի մկրտությունների թիվը գրեթե կրկնակի նվազալ է, իսկ մահերի թիվը թեև փոքրիչ նվազման միտում ունի, շարունակում է զգալիորեն գերազանցել ծնունդներին։ Նվազան նաև ամուսնությունների թվերը, ինչը երկարաժամկետ հեռանկարում խորացնում է ժողովրդագրական ճգնաժամը։ Այս պատկերը հազանգա ոչ միայն Արևմտյան Հայաստանյան քրիստոնյա հայ համայնքի, այլև Արևմտյան Հայաստանյան պատմական ժառանգության շարունակականության հետի։ Մասնագետների հոգևոր առաջնորդների կարծիքով, եթե այս միտումներն կասեցվին վեճ բնակչության նվազումը կարե դառնա անդառնալի։ 1919 թվականին National Geographic ամսագրի համար 2-ում հրապարակված պատմական լուսանկարը վահվեժացրել է Վանի հերոսական պաշտպանության քիչ հայտնի, բայց խորապես հուզիչ մի հատ էջ։ Կադրում Ռվաման հայ տղեկ վեր 1915 թվականի ապրիլի 19-ի մինչև մայիսի 16-ը մասնակցել են վանապաշտպանությանը։ Իրանց անամենամած ընդամենը 12 տարեկան այլալ իսկ խոխեքը վեր հալան պիտի ապրեին խաղաղմանկություն ստիպված կաղանան կյանքի ամենադաժան փորձության ռճին։ Իրանց հայացքներում միախառնված են վախը, վճռականությունը, աննկուն կամքը, պաշտպանելու իրանց տոնը, ընտանիքն ինքնությունը, լուսանկարը ոչ միայն փաստագրական արժեք ունի, այլ նաև հիշեցնում է, թե ինչ գինա վճարել հայ ժողովուրդը գոյատևման հետի։ Վանին այս կուճիր պաշտպանեն տարալը մծ պատմության լուր վկանե ու
խորհրդանիշներ մարդկային տոկունության ու արժանապատվության։ 2026 թվականի հունվարի 29-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության Օրենջ քաունթիի հուշարձանի հանձնախումբը համաձայնությունած է կրել մրցանակակիր արձանագործ Բրիթնի Ռայնին հետ Իրվայնի Քրեյթ հանրային այգում տեղադրվելիք հայերի ցեղասպանության հուշարձանի կառուցման հետի։ Ռայնը մինչև ապրիլ պատրաստելու է հուշարձանի մանրակերտ, իսկ պաշտոնական բացումը նախատեսվում է 2028 թվականի գարնանը։ Հուշարձանը պատկերելու է մաման յուրախոն խտած վերին շուրջը ինականն թռչող կռունկներ, խորհրդանշել է վերապրումը, հիշողությունը, պաշտպանությունը, կյանքի պատմության փոխանցումը սերնդեսերունդ։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության Օրենջ քաունթիի հուշարձանի հանձնախումբը միավորում է համայնքի գլխավոր հայկական կազմակերպություններին պատմական հիշողությունը պահպանելի սերունդներին փոխանցելի նպատակով։ Դերսիմի Մեծկերտ շրջանում գտնվող Գոլբաղի հայկական եկեղեցին սոր գտնվում է ամխտար վիճակում։ Անուշադրությունը վերականգնման գործերի բացակայությունը հանգեցրել նրան, որ եկեղեցին աստիճանաբար բարավերվում է ու կանգնած է կործաման եզրին։ Պատմական է սրբավայրը ոչ միայն հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության կարևոր մաս է, այլև տարածաշրջանի բազմաշերտ անցյալի լուռ վկա։ Տեղի բնակիչներն ժառանգության պահպանմամբ զբաղվող շրջանակները նշում են վերջտապ անհրաժեշտ է ձեռնարկել պահպանման ու վերականգնման քայլեր եկեղեցին վերջնական կորուստից փրկելի հետի։ Մեծկերտի Գոլբաղի հայկական եկեղեցին սոր սպասում է ուշադրության, խնամքի ու պատասխանատու մոտեցման, որպեսզի կարելի շարունակի գոյությունը որպես պատմության ու հիշողության կենդանի հուշարձան։ Քադայֆի ծագման շուրջ վերջին օրերին ծավալված քննարկումները թեզաթափն ստացալ քրդական քաղաքականության հայտնի գործիչ Ալթան Թանի հայտարարությունն ետը։ Էնսոն Հաբերի եթերում ինքն գծալավեր Քադայֆը 19-րդ դարում պատկանալա Տիգրանակերտահայերի, խոսելով Քադայֆը հյուրնաթեմավ Ալթան Թանը համեմատալա տարածաշրջանում հայտնի այլ խոհարարական վեճերին հետ չիղ քյոֆթեի, լյարդի քաբաբի շուրջ տարիներ շարունակ ընթացող պատերազմների նմանությունա։ Բայց այս դոնա յուրանսելավը իրական պատկերը պատմական ու հստակ Քադայֆի իրական տերերը Տիգրանակերտա քյոհնա տեղացի հայերն են, ասալաթանը վիլցնելավեր հենց հայերնա ասորինեն են իլար քաղաքին հիմնական բնակիչներն ու խոհարարական մշակույթի կրողները, հիշեցրալավեր 1869 թվականի մարտահամարի համաձայն Տիգրանակերտ քաղաքին կենտրոնական բնակչության շուրջ կեսը կազման հայերնա ասորինները։ Այս հայտարարությունը թեզա լույս ասփռում ոչ միայն Քադայֆի պատմության, այլև տարածաշրջանի բազմազգ ու բազմամշակութային անցյալին երան հիշեցնելավեր խոհանոցը հաճախ պատմության ամենաանկեղծ վկանա։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։